Այս տրոպիկական անտառի խորքերում, որտեղ արևի լույսը հազիվ է թափանցում խիտ տերևների միջով, թաքնված է հին գյուղը, մաշված ու ժամանակի կողմից մոռացված։ Վառ ու գունեղ հանդերձներով տրամադրող երաժշտությամբ բացվող ծովափնյա տեսարանը միայն առաջին հայացքից է լի կյանքով ու շարժումով, բայց այդ արտաքին փայլի տակ թաքնված է այլ իրականություն։ Պարզ ու հասարակ կեղճկական կյանք, ուր ապրող մարդկանց համար վաղուց արդեն ամեն ինչ դարձել է միապաղաղ, հաստատվել են անտարբերությունն ու սառնությունը։ Եվ այդ սառնության մեջ զգալի է դառնում, որ ինչ որ կայծի պակաս կա։ 8 դերասաններ բեմում ձևավորում են մոգական ռեալիզմի մթնոլորտը, հանդիսատեսին տեղափոխելով մարկեսյան խորհրդավոր իրականություն։ Խոսքն այստեղ նվազագույնի է հասցված։ Պատմությունը զարգանում է պլաստիկ շարժումների, միմիկաների միջոցով։ Ռեժիսորն ընտրել է սակավաբար լուծում, ստեղծելով մի ներկայացում, որը հասկանալի կլինի նաև օտարախոս հանդիսատեսին։ Խոսում ենք մենք գրեթե անընդհատ մարմնի լեզվով, Արինա Արարատյանը բալետի պարուհի է եւ ռեժիսորը որպես ռեժիսոր դա նրա երկրորդ մասնագիտությունն է, այսպես ասած։ Այս ներկայացումը մենք միանգամից բեմում ենք սկսել ու բեմում են ծնվել կերպարները։ Խոսքի լեզուն ունի սահմանափակումներ, մարմնի լեզուն հասանալի է բոլորին։ Ամենակարևորը խոսքի երաժշտության պլաստիկայի միքսի արդյունքում մենք կարողանում ենք ներկայացնել մեր սրտից դեպի հանդիսատեսի սիրտ անցնող կարմիր լարը։ Արտաքին հանգստության ու անտարբերության շերտը խախտվում է այն պահին, երբ ծովը գյուղ է հասցնում մի դիակ, եւ այն դառնում է շրջադարձային կետ կեղճկական կյանքով ապրող մարդկանց համար։ Իրականության գլխիվայ շրջապտույտում բորբոքվում են նոր կրքեր, որտեղ սրվում են հարաբերությունները։ Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը դարձած անծանոթի շուրջ հուզական լարվածությունը հասնում է իր գագաթնակետին, երբ կանայք հրաժարվում են բաց թողնել ջրահեղձ տղամարդու մարմինը։ Այդ կերպ փորձելով պահել իրենց ներսում հանկարծ արթնացած գեղեցկության, երազանքի ու կյանքի զգացումը։ Այստեղ է, որ մահը ներկայանում է ոչ թե որպես ավարտ, այլ նորի սկիզբ, միաժամանակ նաև սթափեցնող ապտակ։ Երբեմն հենց փոքրիկ առաջին հայացքից աննշան միջադեպերն են մարդկանց ստիպում վերարժևորել այն, ինչ իրականում ունեն իրենց կողքին։ Հանդիսատեսին փորձում ենք փոխանցել գեղեցկության զգացողություն, փորձում ենք հանդիսատեսին ամենակարևոր ուղերձը տալ, եթե ուզում ես փոխել շրջապատդ, եթե ուզում ես փոխել քեզ շրջապատող աշխարհը, սկսիր ինքդ քեզանից, փոխիր ինքդ քեզ։ Դրամատիկականի փոքր բեմում Մարկեսյան եւս մեկ գործ է ներկայացվել՝ երկնագույն շան աչքերը, որը մնայուն տեղ ունի թատրոնի խաղացանկում։ Այս անգամ եւս Մարկեսի ընտրությունը պատահական չի եղել, այն երիտասարդների նախընտրությունն է։ Կարծրատիպ կար, որ թատրոններում միայն գեղարվեստական ղեկավարներն են ներկայացում անում, միայն տեղի ռեժիսորները, չէ, Գյումրու դրամատիկական թատրոնը ավելի շատ հրավիրում է դրսից ռեժիսորներ, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ հատկապես արտիստների համար եւ մեր գյումրեցի հանդիսատեսի համար նրանք տեսնում են նոր ձեռագիր, նոր մոտեցումներ եւ սա իմ կարծիքով շատ կարեւոր է։ Նոր մոտեցմամբ եւ խաղաոճով էր նաեւ ներկայացման ավարտը։ Թատրոնը ապրիլ եւ մայիս ամիսներին եւս 2 առաջնախաղ կունենա։ Թատրոնի միջազգային օրը անցկացվող ամենամյա արտավազ թատերական մրցանակաբաշխությանը Գյումրիի դրամատիկականը արժանացել է 3 մրցանակի։ Մերի Մարգարյանը ճանաչվել է լավագույն երիտասարդ բեմադրիչ, Լուսինե Խաչատրյանը լավագույն զգեստների նկարիչ, լավագույն բեմանկարիչ է ճանաչվել Անի Հրաշոյանը։ Հասմիկ Թմասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։